Expo Blog, Conference Blog ու Festival 20-ամյակի Հուսով եմ մեր նախքին տեղը պահած է, չէ՞, Չեմ, բայց եթե ինձ հետո կնայենք այնպիսի հյուրեր են գալիս Digitech-ին, որոնց դու տեսնել ուղղակի, չգիտեմ, ոնց ում հետ պիտի պայմանավորվես, որ այդ մարդկանց process ուրիշտեղ տեսնես, այստեղ գալիս է կողքը կանգնում է այդ մարդը։ Բացի մարզերից ուրիշ ոչ մի մարդու չենք ընդունում Երևանցիների նկատմամբ ոչ մի տենց բացասական բան չկա, բայց Երևանում հնարավորությունները առանց են շատ են։ Սկսեցինք հենց outsourcing անելուց։ Առաջի գործը արել ենք մոտավորապես մի 2 ամիս $5 Upwork-ով, չէ։ Ամբողջ պրոյեկտը 2 ամսվա $5 ենք։ $5 $5-ով 2 ամիս ասեմ ավելի չվերջացրեցինք այդ պրոյեկտը այնքան մեծ է։ $5 Ողջույն բոլորին, շարունակում ենք Թեքնստենք շիտակ խոսենք հանդիպումների շարքը եւ այսօր իմ հյուրն է Innorain ընկերության հիմնադիր տնօրեն Անդրանիկ Մինասյանը։ Անդրանիկ ջան, շնորհակալ եմ, որ եկել ես։ Հուսով եմ հետաքրքիր զրույց կստացվի, ոչ միայն հույսով եմ, այլ նաև վստահ եմ։ Մենք եթե դուր շատ ենք շփվել ու շփվում, ուզում եմ պատմես նախորդ տարիներին Digitech-ի մասնակցությունից, այս տարվա պլաններից, Innorain-ում ոնց եք մտածում ու հենց Innorain-ից։ Ողջույն Խաչատուր ջան, շնորհակալ եմ հրավերքի համար։ Մեր համար շատ կարևոր միջոցառում էր անկեղծ որ լինեմ։ Շատ երկար տարիներ UIT member ենք։ Փորձը ձեռք բերեցինք մասնակցելու Digitech-ին նախանցյալ տարի, առաջին անգամ 23 թվականին։ Եվ ոչ միայն Digitech-ում, այլ ընդհանրապես առաջին միջոցառումներ, որին մենք մասնակցում էինք։ Շատ կարևոր փորձառություններ, որովհետև արդեն նպատակ ունեինք մասնակցել նաև միջազգային ցուցահանդեսների եւ բնականաբար առաջինը Հայաստանում մասնակցելով փորձի առումով շատ կարևոր նշանակություն ունեցավ։ Մենք հիշում եմ Vivatech-ում հանդիպեցինք, չէ՞։ Այո, հետո Vivatech-ում նախապատրաստական էլի այցելել էինք, որպեսզի միջազգային փորձը ուսումնասիրենք, մասնակցելու էինք արդեն Ամստերդամում IBC-ին։ Այդպես Digitech-ը շատ հաջող էր մեր համար, ոչ միայն այն առումով, որ ինչ որ վաճառքներ եւ այլն դրանք իրենց տեղը ունեին իհարկե, բայց փորձառությունը անգնահատելի էր, որտեղ այն կիքսերը, որ ունեցանք այն խնդիրներին, որոնց ընթարվեցինք այդ ընթացքում, դրսում բնականաբար շատ ավելի ստրեսային ու բարդ էր լինելու ու այս փորձառությունը անգին էր անկեղծ որ լինեմ։ 23-ին հիշում եմ, մի քիչ դժվար էինք այդ process-ները, բայց 24-ին շատ լավ էր։ Շատ հանգիստ է, որովհետև արդեն որոշակի եւ փորձ ունեինք եւ մասնագիտացել էինք արդեն մասնակցություններով ու շատ ավելի հեշտ եղավ։ Ինչ վերաբերվում է արդյունավետության այն մասով, թե ինչ կտա ֆինանսական կամ այլ պարտներներ ձեռք բերել եւ այլն, կարծում եմ այդ կողմից էլ ոչ պակաս կարեւոր է ինքը, որովհետեւ քանակությունը մարդկանց ահռելի շատ է ու անհնար է էլի չեմ կարծում որ պարտներ կամ ինչ որ մոտ կլիենտ դեռ չհանդիպես, պրոստը անհնար եմ համարում, հնարավոր չի։ Բայց մնացածը կախված է արդեն մասնակցի հնարավորություններից, այսինքն ակտիվությունից, ոնց կկարողանա ճիշտ դրսևորել, դիրքավորվել եւ այլն։ Ես մոռացա ասեմ, այս տարի մեր մոտ կներես, մեր մոտ հոբելյանական Digitech-ն է, մենք նշում ենք Digitech-ի 20-ամյակը, տեղի ունենալու հոկտեմբերի 10-ից 12-ը Meridian Expo կենտրոնում 3 հիմնական ուղղություններով, Expo Blog, Conference Blog ու Festival 20-ամյակի Հուսով եմ մեր նախքին տեղը պահած է, չէ՞, Չեմ հիշում, բայց եթե ինձ հետո կնայենք։ Կանանք Սարգիսին էլ հարցնենք, հեսա կճշնենք։ Չգիտեմ, բայց կնայենք, չեմ ուզում հիմա ասեմ, որովհետև սկսել ենք շատ շուտ, մոտ 2 ամիս արդեն ռելիզ ենք արել։ Իհարկե սկզբից նախընտրություն էինք տալիս որոշ ընկերությունների, որոնք փոխկապակցված են process-ների հետ, UAT member-ներ եւ նախորդ տարվա exhibitor-ներ, դուք փաստացի երկուսից էլ եք։
Կարծեմ նաև գրանցվել եք նախագրանցման լինքում, բայց հեսա եթերից հետո կնայենք այդ մասը։ Ու ինչ ենք անում, հա, այսինքն տանում ենք նրան, որ լիքը միջազգային հյուրեր գան, օրինակ անցած տարի 15 մեդիա եկավ միջազգային, որը ֆենոմենալ է Digitech-ի եւ հանրապես պատմության մեջ նմանատիպ միջոցառումների։ Այս տարի նպատակները 20-ին հասցնելն է, այցելությունների նպատակը 40,000 ու ավելին հասցնելն է։ Իհարկե մենք էլ այդպես լիքը քառակուսի մետրեր ենք ավելացնել, 300 պլյուս մասնակից ընկերություն ենք պատկերացնում ու մոտ 5 սրահներում տարբեր տեսակի, տարբեր թեմաներով տեխնոլոգիական եւ տեխնոլոգիականի հետ կապ ունեցող միջոցառումներ, այդ թվում մեր այսպես ասած ծննդյան արարողությունը, ոնց որ շատ հետաքրքիր է լինելու, բոլորին սիրով հրավիրում եմ։ Ինձ ասա, խնդրում եմ, մենք ճիշտ է ծանոթացել ենք 23-ին, 24-ին էլ ակտիվ ենք շփվել, Innorain-ը որպես այդպեսին շատ ես իհարկե գիտեմ, բայց հիմա տենց կձևացնեմ, թե չգիտեմ ու կտամ նենց հարցեր, որ մեր լսողներին ոնց որ ավելի հասկանալի լինի Innorain-ը ոնց որ ինչ ընկերություն է, ինչ տեսակի ընկերություն է, ինչով է զբաղվում ու ինչ այս պահին process-ների ու զարգացման փուլում է։ Սկսեմ երևի թե սկզբից թե ինչպես ստեղծվեցինք, հա, հավաքվեցինք, փորձեցինք այս ոլորտում ինչ որ մի բան անել, քանի որ մտքումս միշտ եղել է, որ դի անպայման product ունենանք ընկերության շրջանակներում։ Այո, հա։ Նախկին բիզնեսն էլ որոշակի առումով մոտ էր, օպերատոր էինք, TV եւ ինտերնետ մատակարար էինք։ Անուններ կարող ես հանգից տալ, մենք խնդիր չունենք։ Մի խոսքով մտքումս միշտ եղել է, որպեսզի ստեղծենք այս տեխնոլոգիական ընկերություն։ Մի խոսքով, այտենց որոշեցինք ու հենց մեր մարզում էլ արմատները ուժեղացրեցինք, ստեղծեցինք թիմ, որ մարզում Արարատի մարզում 17 թվին գրանցեցինք ընկերությունը, բայց որպես այդպեսին այն ժամանակ նոր այտենց ձևավորվում էր ավելի շատ թիմ կառուցելու աշխատանքներ էր այդ մի առաջի 2-3 տարին, քան product ստեղծելու 20-ից հետո պատերազմ եւ այլն, COVID ավարտվեց 21-ից երևի նոր սկսեցինք աշխատել։ Հիմնական product-ը, որը ստեղծել ենք, դա OTT provider-ների կամ օպերատորների համար product-ը, որպեսզի իրենց content-ը, ալիքներ եւ շոուներ, ֆիլմեր եւ այլն հասցնեն իրենց վերջնական օգտագործողին, իրենց OTT ասելով ինչ նկատի ունեք։ Պայմանավորենք, չէ՞, ես OTT, IPTV, նու ալիքներ եւ ֆիլմեր դիտելու հնարավորություն ենք տալիս օպերատորներին, ովքեր ունեն շատ content, ալիքներ եւ այլն։ Օրինակի համար հիմա Հայաստանում ցանկացած տանը ինչ որ մի ծրագիր է կամ ինչ որ մի օպերատորի ծրագիր է դրված հեռուստացույցի կամ սարքի մեջ, որպեսզի այդ տանը TV նայես կամ ֆիլմեր եւ այլն։ Դուք այդ մասում ինչ եք անում։ Այդ ամբողջությամբ մենք անում ենք, այդ այն բիզնեսը, որը ուզում է այդ ծառայությունները իր կլիենտին տա, մենք սկսած սերվերային համակարգերի ծրագրերից վերջացրած հեռուստացույցերի կամ պլանշետների, չգիտեմ, հեռախոսների այդ ամբողջ փաթեթը գրել ենք։ Զրոյից, այո։ Այսինքն հենց Innorain-ը որպես ընկերություն թողարկել է product Հայաստանից ու առաջարկում է անմիջապես, այո, թե տեղական շուկային, թե միջազգային շուկային։ Ճիշտ եմ հասկանում։ Այո, ունենք կլիենտներ եւ Հայաստանի Հանրապետությունում եւ դուրսը։ Հիմնականում բայց թիրախը դուրսն է, հյուսային հարավային Ամերիկա, Աֆրիկա, որոշ չափով Եվրոպա։ Այս տարվա մեր միջազգային հյուրերի ցանկը գնալով այդ քո ասած աշխարհագրությունը վերցնում է։ Շատ ավելի լավ։ Շատ հետաքրքիր թե բիզնես տեսակով, թե հյուր որպես տեսակով շատ հետաքրքիր մարդիկ են ունենալու, սկսած հենց կոնֆերանսի համար
սփիքերներից վերջացած հենց բիզնես հյուրերին անցած տարի, եթե չեմ սխալվում, մոտ 2000 հոգի միջազգային այցելու ունեինք։ Այս տարի նպատակ ենք դրել հասնել 5000-ի, տեսնենք ինչքանով կստացվի։ Ոնց որ աշխարհի բիզնես հայերին եւ իրանց ընկերներին հրավիրում ենք Հայաստան, թեքնոր տարին միասին նշելու ու այդ միսիան շատ կարևոր է մեր համար իրականացնել տարի։ Եթե նկատել ես Digitech-ին էլ մենք Expo չենք ասում, ինքը հենց Digitech-ն է իր ենթա միջոցառումներով, հա։ Հիմա այս տարվա ձեր պլանները ո՞նց են, այսինքն Innorain-ը ինչ հավելյալ պրոդուկտներ, չգիտեմ, պրոդուկտների լավացում, նոր ծառայություններ, նորություններ։ Նոր պրոդուկտներ ենք լանչանում, դրանցից մեկն էլ հորեկա ոլորտի համար հյուրանոցների կառավարման եւ հյուրերին լավ հյուրընկալման, հա, հյուրընդունելու սերվիս ենք առաջարկում։ Արդեն գործում է թե նոր եք գործում է, չէ, արել ենք լանչ, հիմա արդեն մի քանի արդեն բաներ ունենք, պայմանավորվածություններ ունենք, փորձարկում են իրենց հյուրանոցներում։ Բավականին լավ պարտներներ ունենք այդտեղ, սարքավորումների մասով ինտեգրման եւ այլն, որովհետեւ այդ ոլորտը մի քիչ շատ բարդ է, ծանր ոլորտ է, հյուրերին ընդունել, ճանապարհել, ամեն մի, չգիտեմ, գիքսը կարա լուրջ խնդիրներ բերի հյուրանոցի համար, դրա համար շատ բարդ ոլորտ է, բայց շատ հետաքրքիր դրա հետ մեկտեղ։ Առաջ քայլերն ենք անում, ստացվում է, տեսնենք ոնց կստացվի շարունակությունը։ Հուսով եմ Անցած տարի Digitech-ին հենց իրանով էլ մասնակցեցինք։ Հա։ Հա։ Այս տարի ավելի ինլայնված։ Այս տարի արդեն այո։ Ավելի շատ լավ։ Բանի տեսանկյունից, հա, աշխատակիցների, որտեվ շատերը դիտարկում են Digitech-ը նաև employer branding-ի տեսանկյունից, հա, hiring-ի, դրա հայերենը չեմ հիշում։ Ինչ խնդիր է այդ մասով ձեր համար լուծում։ Ինչ հետաքրքիր case ունեք Digitech-ից։ Ուրեմն Հաչատուր ջան, այդ մասով սենց մի հատ բան ունենք մեր մոտ, կանոն մեր թիմում բացի մարզերից ուրիշ ոչ մի մարդու չենք ընդունում Երևանցիների նկատմամբ ոչ մի տենց բացասական բան չկա, բայց Երևանում հնարավորությունները առանց են շատ են ու մեր ամբողջ staff-ը Արարատի մարզից է հենց ուղղակի չենք ընդունում դիմում իգնոր ենք անում կամ ասում ենք շնորհակալություն չի հետաքրքրում։ Իրականում այդ բանը բնականաբար բոլորս հասկանում ենք, որովհետև ինչ որ մեկին դեմ չի, ընդհակառակը դուք ոնց հասկանում եք, միսիա ունեք, միսիայով եք։ Մեր միսիան է, որ մեր մարզը պիտի սարքենք շատ ուժեղ ու դրա ուղղությամբ աշխատում ենք։ Դրա համար Արարատից տեղափոխվեցինք մարզ կենտրոն Արտաշատ, բոլորս Արարատից էինք սկզբից որ սկսում էինք։ Քաղաքից, հա, հետո տեղափոխվեցինք Արտաշատ, որպեսզի ավելի հեշտ լինի թիմի անդամներին գնալ գալ եւ այլն, հա, կենտրոնը ավելի հարմար է, բայց դուրս չեկանք մարզից, հենց նպատակը դա էր, որ դի մարզը ուժեղացնենք ու տենց էլի, չգիտեմ, մարքեթինգից, սեյլսից, development թիմից չունենք ընդհանրապես բոլորը բնիկ արարատցի են ու ոչ միայն բնիկ, հենց Արարատում պարտադիր որ այնտեղ պիտի բնակվեն։ Եթե գնա տեղափոխվեն Երևան գործից դուրս remote working չի։ Անկեղծորեն կփաստեմ, որ մենք 2 տարի շփվում ենք Անդրանիկի հետ, ես չգիտեի։ Ֆանտաստիկ բան եղած եմ, տենց փշակահարված եմ, որ մարզային զարգացման վրա այդ են սկզբունքորեն ես մոտենում։ Ճիշտ անկերություններ կան, որ տարբեր տենց բաներ են ստեղծում, բրենչեր են ստեղծում, բայց այս մոդելն էլ հետաքրքիր է։ Իդեպ մարզային համաչափ զարգացման թեման ասեցիր, ոնց որ էս էլ ասեմ, այս տարի U18 մեր կողմի բոլորի կողմից սիրված ԱՏԶՄ-ն նաև համակազմակերպիչ է Techfic-ին, Techfic Վանաձորն ենք այս տարի անում, հուլիսի 4-ից 6-ը Վանաձորում բնականաբար, որտեղ Վանաձորը անունը ու
այդ մասով կուզեմ ճիշտ է դու Արարատասեր ես, բայց կուզեմ անպայման այցելեք այդ թիմով։ Ոնց որ Tech-Fix-ի նպատակը, դա գիտես, Digitech-ը Երևանում է, չնայած բոլոր մարզերից էլ գալիս են եւ այլն, բայց Tech-Fix-ի նպատակը հենց այդ մարզային զարգացումն է, այսինքն ստեղից մենք վերցնում ենք մոտ 300-500 հոգանոց մեծ խումբ, հավաքվում է Tech համայնքը ու գնում է մարզեր, Գյումրիում է եղել, Ստեփանակերտում է եղել ու փորձում է ներկայացնել ինչա կատարվում այնտեղ տարբեր տեսակի activity-ներով, կոնֆերանսով եւս ու ոնց որ հիմա նպատակն է նամանավանդ որ UAT-ն էլ միացել է նպատակն է որ բոլոր մարզերում պետքա շրջենք ամեն տարի մի մարզ ու մարզ կենտրոն ենթադրում եմ ինչ որ մի անգամ նաեւ գգանք Արտաշատ շատ ուրախ ասում ցավոք մեր մարզերը քիչ են բայց դե ոնց որ ասում են հենց որ այդ հաշվի առ ու անպայման թիմով եկեք որտեղ այդտեղ մենք որոշակի ավելացումներ նորամուծություններ ենք արել ոնց որ STEM Expo, Educational Expo կտորենք ավելացրել, հա, որ մարզի ժողովուրդը տեսնեն ինչ կրթական ծրագրեր է գործում մարզում, պլանավորում ենք համերգային միջոցառում անել, հիմա ուղղակի շատ չեմ ուզում փակագծերը բացեմ, բայց կոնֆերանսը ու հեքեթոնը հաստատավոր լինելու են, հա, հեքեթոնը անում ենք 50 եւ ավելի խմբերի հետ, հա, իսկ կոնֆերանսը արդեն 50 ու ավել սփիքերներ ու պանելային քննարկման մասնակիցներով, այնց որ շատ հետաքրքիր է լինելու։ Այդ մարզային զարգացման մասով արմատների մասին էլ չասեմ։ Հիմա ոնց որ ես արդեն զգացի, որ սկզբունքայինություն կա այդ կտորով, բիզնեսի մեջ այդ սկզբունքայինությունը դրսևորվում է, թե չէ։ No, այսինքն ոչ թե չէ, այլ ոնց է դրսևորվում, sense հարցը տամ։ Շատ դժվար է պահել բիզնեսում համենայն դեպս իմ կարծիքով agile լինելը բիզնեսին մի քիչ ավելի շատ է օգնում, քան սկզբունքային լինելը, չգիտեմ, միգուցե այլ կարծիքներ կլինի, բայց սկզբունքայինության տեղ կա, որտեղ որ պետք է լինի ինքը, բայց ամբողջովին, եթե դու կարծրացած մոտեցում ես ցուցաբերում ամենտեղ, կարծում եմ այդքան էլ ճիշտ չի։ Տեղեր կա, որ ինքը անհրաժեշտ է որ լինի, բայց ոչ բոլոր տեղերում։ Այսինքն, որպես գործիք օգտագործում ենք եւ սկզբունքայինությունը եւ agile որտեղ որ անհրաժեշտ է։ Օրինակ, երբ որ խոսքը վերաբերվում է չգիտեմ, product-ի զարգացման ինչ-որ տեսլականին, այդտեղ ես բացեմ ու թիմից ցանկացած մեկի հետաքրքիր ու լավ առաջարկը, որ կարա նույնիսկ կոնցեպտուալ ինչ-որ բան փոխի, այդտեղ խնդիր չկա, քննարկում ենք, անցնում ենք առաջ։ Ցանկացած մեկը կարա լավ ինչ-որ բան ասի, որը պետքա փոխել ու տենց չունենք, որ developer-ը կամ, չգիտեմ, junior-ը կամ առաջարկը լավն է, կոնցեպտը լավն է, ուրեմն դի արվի վերջ։ Բայց ինչ վերաբերում է օրինակ աշխատանքին, ով որտեղից պիտի գա, այդտեղ սկզբունքայինությունը առաջնահերթությունն է։ Իսկ բանի միջազգային այդ ձեր այցելությունների արդյունքում, որից մենք իմ ժամանակ էլ հանդիպեցինք, երբ որ տենց համեմատություն է ստանում։ Ну, Vivatech-ում ես որ եղա, ես համեմատում էի Digitech-ը, ասեմ, քեզ տենց շատ չենք հետ ուղղություններ կա, նույնիսկ առաջ ենք, այս տարի էլ ավելի առաջ կընկնենք, գլուխ գովա մի քիչ։ Ուրիշ ուղղությունները ոչ կազմակերպչական, հենց այդ բիզնես կոմունիկացիոն process-ները դրսում ոնց են։ Տես օրինակ դու ասիր, որ հորեկա product եք թողարկի հորեկա ոլորտի համար, թեստային փուլում է ու արդեն շուկա է մտնում, աշխարհում տարբեր երկրներ, որտեղ որ դու եղել ես, հա, քաղաքներում, այդ բիզնես մշակույթը ոնց է, ինչով է տարբերվում մերինից, մերը ինչքանով է լավ կամ վատ։ Մեր Digitech ասեմ էլի, հա։ Չէ, խոսքը հենց նկատի ունեմ մեր Digitech-ը, որ ասեմ, չասեմ ուղղակի Digitech, էլի, ասեմ մեր Digitech-ը։ Մեր Digitech-ը երևի թե շատ, չգիտեմ, շատ խիստ աշկերով պիտի նայես, որ հասկանաս ինչ որ բանով կարող է զիջի, էլի, ասենք, չգիտեմ, նույն Vivatech-ին կամ Դուբայից նոր ենք եկել այնտեղ էր
էլի ցուցահանդես շատ լավն է, անկեղծ եմ ասում, սա չեմ ասում նրա համար, որ հիմա UIT-ում ենք նստած Խաչատուր ջան, կարծիքս չի փոխվել ու ընդհակառակը գնալով համոզվում եմ, որ քայլերը շատ արագ ու շատ տեղին են արվում, ինչ որ արվում է։ Տարբերություններ բնականաբար կա եւ կազմակերպչական եւ ընդհանուր միջոցառման մասով, օրինակ շատ քիչ ցուցահանդեսներում է, որտեղ զուգահեռ նաեւ կարող է ինչ-որ կոնֆերանս լինի, այդ բոլոր տեղերում չի որ արվում, լինում է որ կա, լինում է որ չի լինում, օրինակ Digitec-ում որ կա, կարծում եմ դա լավ է։ Ուրիշ բան որ նաեւ կարա որոշակի խոչընդոտ լինի հենց այդ կոնֆերանսը Digitec-ի ժամանակ լինելը, կարծում եմ այդ խնդիրը դուք էլ նկատած կլինեք երևի թե, բայց ինքը լավն է որ կա։ Ամեն դեպքում նամանավանդ մասնակիցների հետաքրքրող թեմաներ երբ որ լինում է շատ հետաքրքիր անցնում։ Մասնակցական առումով, քանի որ ինքը ոլորտային չի, այսինքն հստակ ինչ որ ոլորտի մասնակցություն չի, չգիտեմ, հորեկա կամ նոր Digitec-ի մասին է խոսքը, մասնակիցներն ու հյուրերը բազմապրոֆիլ են։ Այդ Բայց բոլորը միավորումա թեքը։ Այո, եւ հենց այդ էի ասում, եւ դրական եւ բացասական կողմեր ունի։ Բացասականն է, որ թիրախային հաճախորդ գտնելն է մի քիչ դժվարանում, մասնակցի մասին է խոսքը։ Բայց հետաքրքիրն է, որ կարող է դու այդտեղ ոչ մի վաճառքել չանես, բայց այնքան լավ պարտներներ ձեռք բերես, որը 1000 հատ, չգիտեմ, վաճառքից լավ կլինի համար։ Այնպիսի հյուրեր են գալիս Digitec-ին, որոնց դու տեսնել ուղղակի, չգիտեմ, ոնց ում հետ պիտի պայմանավորվես, որ այդ մարդկանց process ուրիշտեղ տեսնես, այստեղ գալիս է կողքը կանգնում է այդ մարդը։ Անկեղծ շատ լավն է, մանր-մունր խնդիրներ բոլոր տեղերում լինում է, նույնիսկ, չգիտեմ, US-ում էլ այդ խնդիրները լինում, բնականաբար Հայաստանում էլ է լինելու, այդ չկենտրոնանանք այդ մանր-մունր խնդիրների վրա, պիտի ուշադրությունը չդարձնեք շատ, նորմալ է, չի կարա չլինի ուղղակի։ Անցած տարի միջինում միջին վիճակագրական այցելում 3.5 ժամ անցկացրել Digitec-ում։ Դա ֆանտաստիկ թիվ է, էլի։ Իհարկե։ Բայց բաներ ասում կներես քեզ ընդհատեցի։ Հա, ավարտեմ խոսքս դրանով, որ Digitec-ը պետք է շարունակել ավելի ուժեղացնել, կարծում եմ Հայաստանին ինքը անհրաժեշտ է լավ պետք է, այլ անհրաժեշտ է։ Իսկ միջազգային այցելությունների արդյունքում քո մոտ ձևավորված պատկերը ո՞նց է։ Օրինակ, այս տարվա մեր կոմունիկացիաների մեջ մենք հաճախ օգտագործում ենք բիզնես արա հայերի հետ կոնցեպտը, հա, ինքը տենց համամարտկային, համահայկական գաղափարախոսություն ենք դրել այս տարվա Digitec-ի մեջ, շուտով ավելի հանրային կլսվի, չնայած այս դեպքում էլ է հանրային, որտեղ ասում ենք, որ ցանկացած աշխարհում գտնվող tech ոլորտի հայ, չնայած tech-ը արդեն ոլորտ չի, tech-ը բոլոր տեղերում կա, ինքը տենց ուղղահայաց չի, ինքը արդեն հորիզոնական է վաղուց, պետք է գա Հայաստան ու ծանոթանա հայ բիզնեսմենների հետ եւ Հայաստանից հնարավորություն ստանա մյուս երկրների վրա դուրս գալու, Միջին Արևելք, Պարսից ծոց, արաբական երկրներ, որը շատ հետաքրքիր է, էլի շուկաներ է բացում, US, Կանադա, Եվրոպա, դեպի Չինաստան եւ այլն։ Դու շատ տեղերում ես եղել, բիզնես մշակութային տարբերությունը, հա, ոնց է, այսինքն ինչն ենք Հայաստանում ուրիշ ձև անում, Digitec-ից դուրս ընդհանուր բիզնեսը։ Խաչատուր ջան, իրականում մենք շատ վատ ենք բիզնես անում, անկեղծ։ Ինչի, որովհետև ԽՍՀՄ-ից մնացած լիքը կարծրատիպեր կան մեր մեջ, որոնց վրայով անցնելը շատ բարդ է։ Շատ կարևոր կլինի, օրինակ, հենց այդ հայերի ստեղի բիզնեսի հետ շփվելը, կարծում եմ շատ մեծ օգուտ կտա եւ բիզնես կուլտուրայի եւ
մենեջմենթի եւ ճիշտ product ունենալու մի խոսքով բոլոր առումներով շատ լավ ու անհրաժեշտ գործիք կդառնա տեղի լոկալ ստարտափների մասին է խոսքը։ Անկեղծ ասեմ, ես ինքս էլ մեր product-ի եւ թիմի կայացման ժամանակ շատ բաներ եմ կիրառել հա գործիքներ ու product-ի զարգացման ցիկլեր եմ փոխել հաշվի առնելով դրսի բիզնեսի մշակույթը նրանց քանի որ նաև շատ B2B կլիենտներ ենք ունենում, հա, իրանց հետ շփումը sense մեր մոտ մշակութային sense բան փոփոխություններ բերեց էլի լրիվ ուրիշ մոտեցումներ ա, լրիվ ուրիշ մենթալիտետ ա, լրիվ ուրիշ level ա։ Եկեք օրինակ ասես։ Դժվար է օրինակներով ասել, որովհետև օրինակ մեր մոտ սպառողին որը օգտվում է քո product-ից չենք նայում այն աչքերով, որով որ նայում է ամերիկացին իր սպառողին։ Քանի որ մենք տեխնստենք շիտակ ենք խոսում։ Չենք կարող հասկանանք, էլի այդ մշակույթը մեր մոտ չկա, որ ինքը իր սպառողին ոնց է նայում։ Այդ նույն մոտեցումն է, ոնց որ մենք որպես հարկատու ինքներս մեզ այն աչքերով չենք նայում, ինչ որ ամերիկացին ինքը իրան որպես հարկատու է նայում։ Իսկ ամերիկացին ոնց է նայում ըստ քեզ։ Շատ հպարտորեն։ Ինքը իր ամեն մի վճարած հարկի տերն է, տերն է, ամեն մի վճարած կոպեկի տերն է։ Մենք այտենց չենք նայում։ Մենք ուղղակի նայում ենք որպես պարտավորություն պետությանը, որ պիտի վճարենք ու անցնում ենք առաջ։ Այդ պետությունը ինչ որ մեզնից հեռու մեր հետ կապ չունեցող ինչ որ մի հատ ինչ կանի, հա։ Հետևողական չենք։ Մի քիչ ավել կամ մի քիչ պակաս տալուն չենք նայում լավ կամ վատ, որ էլ կարևոր case է։ Մի խոսքով մշակութային բան է, շատ մեծ տարբերություն կա։ Իսկ բիզնեսի մեջ, ես ոնց հասկանում, ստեղ ավելի սպասարկման, կոմունիկացիաների մեջ է, հա, տարբերությունները, որ ասում ես լավ չէ, ուրիշ ձև ենք նայում, ոնց պետք է նայենք։ Շատ դժվար է պատասխանել, որովհետև եթե այդ պատասխանը իմանայի, հաստատ կարելի էր մատ գիրք գրել ու ստեղ բոլորին սարքել լավ ստարտափ անողներ, չեմ կարող այդպես ասեմ։ Ինչը կարելի է փոխել, կարամ որոշակի խնդրել, չգիտեմ, ցանկություն հայտնել, հորդորել, որ շատ շփվեն։ Օրինակ, ինչից մենք սկսեցինք, outsourcing շատ ենք արել։ Իրականում, որ անկեղծ լինեմ, հենց այդ ժամանակահատվածում, երբ որ սկսեցինք շփվել արդեն ամերիկացի, չգիտեմ, եվրոպացի կլիենտների հետ, հենց այդ ժամանակ սկսեցինք նոր հասկանալ այդ մարդկանց համար ինչ է իրանց բիզնեսը, ինչա բիզնես անել ընդհանրապես դրսում սկսեցինք հասկանալ ինչ մոտեցում է պետք ցույց տալ ընդհանրապես սպասարկման համար, սպասարկելու համար, սպառողի շահերը ինչա նշանակում եւ այլն ու ինձ թվում է Հայաստանում outsourcing-ի շատ լինելուց պետք չի խուսափել կամ նեղվել։ Այդ հաստատ օգնելու է վաղվա լավ product ունենալու։ Ես դրանում համոզված եմ, չգիտեմ։ Հենց ձեր օրինակով փաստացի դուք outsource եք անում, հիմա սեփական product-ով եք շուկայում։ Outsource-ել հիմնականում չկա արդեն։ Product-ներն է աշխատում։ Բայց եթե, ասենք, չգիտեմ, ունենանք այդպես խնդիր, ցանկացած ժամին կարանք վերսկսենք դիվերսիֆիկացման համար, եթե անհրաժեշտ լինի, ասենք, չգիտեմ, outsourcing team պահել, կպահենք, որտեղ այդ փորձը ունենք ու շատ արագ կարանք սկսենք նորից։ Իսկ այդ բիզնես մշակույթի առանձնահատկությունները են ամենակարևոր բանը, որ քո համար տենց ամենակարևորն է, որ դու օրինակ քո ընկերությունում, ձեր ընկերությունում տենց համար մեկն ես դնում, որ գործընկերների, հաճախորդների հետ պետք է այսենց լինել,
հետո նոր մնացածը։ Ազնվություն ամենակարևորը եւ պատասխանատվություն։ Իմ համար այդ երկու կարևորագույն կետերն ա, որոնք եւ բիզնեսում նկատի ունեմ եւ ներսում բիզնեսի եւ պարտներների կամ կլիենտների հետ շփման կարևորագույն կետերն են՝ պատասխանատվություն ու ազնվություն։ Շատ կարևոր բան է ասում։ Ըստ քեզ մարզային զարգացումը վերադառնանք ակունքներին, ոնց պետք է տեղի ունենա։ Նայ մենք մեր օրինակը ասեմ ու մի քիչ միգուցե բարդ է, բայց այդ օրինակը աշխատել է։ Սկսեցինք outsourcing անել, քանի որ product-ները այն, որոնք որ սկսեինք անել, տևելու էր մի քանի տարի, այդ գիտեինք, որ մինչև այդ product-ը սարքենք, մի 5 տարի ժամանակ է մեզ պետք։ Այդքան երկար մտածել ենք, որ բանը չենք ունենալու 5 տարի product, որտեղ ինքը շատ մեծ product է։ Սկսեցինք հենց outsourcing անելուց։ Առաջի գործը արել ենք մոտավորապես մի 2 ամիս $5 Upwork-ով, չէ։ Ամբողջ պրոյեկտը 2 ամսվա $5 ենք բան արել $5 $5-ով 2 ամիս, ասեմ ավելին, քանի հոգի է պրոյեկտի վրա աշխատում։ 3-4 հոգի աշխատում էր պրոյեկտի վրա ու ասեմ ավելին չվերջացրեցինք այդ պրոյեկտը, այնքան մեծ էր։ $5 Լավ։ Այս ինձ թվում է վերնագիր է արդեն, բայց լավ շարունակի։ Կարանք Upwork-ով նայենք մինչև հիմա կա։ History-ն կա։ Հաջորդ եղավ, չգիտեմ, $15 կամ չեմ հիշի, արդեն կարող է $60 եւ այլն եւ այլն։ Այդպես մանր սկսեցինք առանց վախենալու վերցնել գործերը անել, որովհետեւ սկսել ինչ-որ բանից պետք էր։ Ու ամենա կարևորը այդ ժամանակ մեր համար թիմ ձևավորելն էր, այսինքն ինչ-որ բանի շուրջ թիմը նստի, աշխատի, որոշակի փորձ, կոնցեպտներ եւ այլն եւ այլն։ Սկսեցինք ու ստացվեց, սկսեց արդեն ավելի մեծ բնականաբար պրոյեկտներ գալ ու այդ ընթացքում սովորեցինք ոչ միայն աշխատել թիմային, այլ նաև հասկանալ ինչա պրոդուկտը, հասկանալ ինչա մենեջմենթը, ինչա կլիենտը, ինչա B2B-ն, ինչա B2C-ն, ինչա B2G-ն եւ այլն եւ այլն։ Ամեն ինչ սկսեց outsourcing-ից, դրա համար ես խորհուրդ եմ տալի չվախենալ ու հենց մարզերում ամենահարմարը երևի թե տեղից սկսելն է, որտեղ միշտ չի, որ իդեան ունենալով է պետք սկսել։ Հենց սկզբից չի գալիս, ես սկզբից ստեղծեցի բիզնես, որը աշխատեց, որը հիմա էլ աշխատում է, հիմա էլ կարա առանց պրոդուկտների ինքը որպես բիզնես աշխատի, բայց զուգահեռ ստեղծեցինք նաև պրոդուկտ, որը մեզ ավելի շատ եկամտաբերություն ապահովում, բայց բիզնեսը ինքը աշխատելու է անկախ այդ պրոդուկտի լինել չլինելուց։ Մենք այն թիմերից ենք, որոնք պրոդուկտի ֆեյլը ոչ մի բան չի կարող անի։ Այսինքն անկախ ամեն ինչից, ինչքան էլ պրոդուկտը ֆեյլ լինի, ցանկացած մեր ստեղծած պրոդուկտ, մենք չենք վախենում։ Ու ներդրումներ էլ հլը կարիք չունենք, որ վերցնենք, չգիտեմ, ինչ-որ ժամանակ կգա, միգուցե քայլին կգնանք, այս բանը դրա կարիքը չունենք։ Հայաստանի տեխնոլոգիական մարզային զարգացումը դու ո՞նց ես պատկերացնում, ո՞նց ես տեսնում։ Փոքրիկ թիմեր, լավ մենթորներով սկսեն աշխատել, ինչ-որ բաներ անել ժամանակի ընթացքում, տեղերում, իհարկե տեղերում Սենց ասեմ, մի պահ եկավ, որ մենք կադրային որոշակի խնդիրներ ունեինք, բայց մեր սկզբունքը չթողեց, որ մենք այլ քայլերի գնանք, բայց հետո տեղում այնքան կադրերի բան եղավ, հա, ավելցուկ, որ հիմա հաստատ վստահ եմ, ասենք, չգիտեմ, մեր մարզից բացի մեր մոտ, որ մի 50 հոգի թիմում մարդ ունենք աշխատում են եւս մի քանի 100 մարդ աշխատում, ասենք Երևանում կամ այլ տեղեր։ Այսինքն մարզերում վստահ եմ, որ կադրային հարցը լուծվելու է։
վստահ եմ։ Թեքվիկ արի էլի։ Կամ Հետաքրքիր կոնցեպտ է։ ու փորձնել բացենք Խաչատուր ջան, երբ որտեղ պետք է մեր փորձը կարանք փոխանցենք այն գործիքները, որ օգտագործել ենք, կարանք օգտագործենք, եթե պետք է մեր Upwork-ի պրոֆիլով ինչ-որ բաներ օգնել, ինչ-որ մեկին ինչ-որ բաներ հետել կարանք $5-ից սկսած։ Դե հա, մեծ պատմություն կունենա, չէ՞, Upwork-ը։ Հա։ Ես այս հարցը բոլորին չեմ տալի, բայց քեզ տամ։ Ինչ հարց ունես։ Շփումները չի թողում, որ հարցերը կուտակվեն, որ կարողանամ ինչ-որ բան ասեմ։ Անդադ լինելուց քննարկում ենք։ Իսկ ո՞նց ես, ինչ ես ուզում այս տարվա Digitech-ին տեսնես։ Հենց այդ կոնցեպտը, որի մասին խոսեցինք, հայերի նոր տարին, չէ, թեք տարին, չէ, այդտեղ Թեք նոր տարին։ Թեք նոր տարին այդտեղ անցկացնելու ինձ շատ գրավիչ է։ Ինձ հետաքրքրեց, ուզեմ տեսնել օրինակ, չգիտեմ, էլի ում ունենք, ով կարա գա, այդ հայերի հետ շփումը կարծում եմ հենց ինձ անձնապես շատ հետաքրքիր կլինի, օգուտ կտա միանշանակ։ Նայ, այս տարվա թեմաները անձնական աճն է, growth hacking-ն է, venture capital-ն է, որպես այդպեսին, հա, մեծ տուր ենք կազմակերպում venture capital ֆոնդերի հայկական ստարտափ էկոհամակարգում ու նաև երրորդ տենց հետաքրքիր թեման է այդ AI-ն է։ Հիմա ինձ թվում է AI-ը բոլորի թեման է, բայց ես կուզեի մի հատ փորձենք պրոյեկտենք այս պահին Innorain-ում օգտագործում եք AI գործիքներ, թե ոչ, ու ոնց եք նայում այդ ամեն ինչին SL պրոյեկտելով մարզային զարգացմանը ու այսինքն շատերը ասում են AI-ը գալիս է հատկապես բան թիմերին, developer թիմերին բանանելու, չխանգարելու, փոխարինելու։ Ոնց ես մտածում AI-ի մասին, ինքը օգնելու է, վնասելու է, թե ինչ անելու ու ինչքանով եք դուք օգտագործում, կիրառում։ Մենք նույնիսկ պրոդուկտների մեջ ունենք կիրառում ենք AI, շատ քիչ իհարկե, բայց մի պրոդուկտ ունենք, որը հենց հիմքում AI է, իհարկե օգտվում ենք այլ source-ներից, ChatGPT եւ այլն, բայց կիրառվում է։ Ինչ վերաբերվում է ինչքանով կխանգարի, դժվար է ասելը, բայց ես կարծում եմ ընդհակառակը AI-ը ավելի արդյունավետ է դարձնում ցանկացած մասնագետի, անկախ մասնագիտությունից, ուստեղ երևի թե խնդիրը ոչ թե մարդկանց անգործ թողելն է լինելու, այլ մարդիկ ինչքան են արագ ինտեգրվելու AI-ի հետ։ Ինտեգրվել նկատի ունեմ, երբ որ դու հստակ քամում ես AI-ից այն մաքսիմումը, որ հնարավոր է։ Քո աշխատանքը, քո պատասխանատվությունը եւ այլն։ Ու այդ դաշտում բնականաբար AI-ը ավելի շատ օգնող գործիք է լինելու, քան վնասող։ Մեկը sense tendency փաստա ու ինքը կա։ Ոչինչ չես կարող անել, հարկավոր է իրան ճիշտ օգտագործել ուղղակի։ Չեմ կարծում ինչ որ ժամանակ կգա, որ առանց մարդու միջամտության այդքան հեշտ այն գործերը կարվի, որ անհրաժեշտ չի լինի, որոշակի խնդիրներ կարա լինի, բայց կարծում եմ ինքը շատ լավ գործիք է։ Արդյունավետությունը բարձրացնում է ուղղակի մարդու, եթե ճիշտ է օգտագործում։ Վախենալու ինձ թվում է ոչ մի բան չկա։ Շատ լավ։ Անդրանիկ ջան, շատ հետաքրքիր ու բան պարտավորեցնող զրույց էր, խեր պարտավորեցնող, որ ինձ թվում է մենք պետք է արագացնենք Թեքվիկը Արարատում անելու մասը, արտաշատում։ Արարատի մարզը։ Ցանկացած ժամանակ, երբ որ դուք որոշեք, մենք ենք անցկացնում ամեն դեպքում, ինչ պետք է կանենք։ Ու ոնց որ ինքը եւս տեղավորվում է մեր ԱՏՑՄ միսիայի մեջ Հայաստանի ընդհանուր տեխնոլոգիական զարգացում եւ ինչու՞ չէ մարզերի հավասարաչափ զարգացում։ Իհարկե կան մարզեր, որոնք ունեն ավելի տեն զարգացած գյուղատնտեսություն, կան մարզեր, որոնք ունեն ավելի զարգացած, չգիտեմ, սպորտ,
բայց այդ համաչափ տեխնոլոգիական զարգացումը մեկը կարևոր է ու այդ մեր ոնց որ օրակարգերից է, դե Digitech-ի առաքելությունն էլ արդեն բոլորիս པարզ է, համախմբել բոլոր tech հայերին Հայաստանում ու ոչ միայն հայերին, այլ նաև ամբողջ համայնքը, ովքեր համայնքի ներկայացուցիչները, ովքեր կուզենան Հայաստանում հանդիպել իրանց հաջորդ գործընկերոջը, նենց որ սիրով կսպասենք քեզ ու ամբողջ թիմին Digitech-ում Եվ իթե այսքան է։ Ես շատ տենց տպավորված եմ ու շնորհակալ եմ քեզ հետաքրքիր ինֆորմացիայի համար։ Մերսի շատ։